Մայիսի 14-ի լուսադեմին փլվել է Թբիլիսիի 1703 թվականին կառուցված Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատունը, որի կամարները զարդարված էին Հովնաթանյանների որմնանկարներով։ Նախնական վարկածով փլուզման պատճառը մայիսի 8-ի երկրաշարժը եւ տեղացած հորդառատ անձրևներն են։ Եկեղեցու զանգակատունը վաղուց վթարային էր։ Վերջին ամիսներին Վրաստանի հուշարձանների պահպանության գործակալության կողմից երկաթներով եւ փայտերով հենարաններ էին տեղադրվել զանգակատան կամարների տակ, սակայն դա չօգնեց։ Իրավիճակի մասին Վրաստանի իրավասու մարմինները տեղեկացվել են։ Վիրահայոց թեմի առաջնորդը նամակ է գրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին խնդրանքով միջոցներ ձեռնարկել հայկական հուշարձանների պահպանության եւ Թբիլիսիի 5 հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցով։ Առաջնորդը զեկուցել է նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն։ Հիշեցնենք, որ հայկական Սուրբ Նշան եկեղեցին զգալի տուժել էր նաեւ 2012 թվականի հունվարի 2-ի եւ 9-ի հրդեհների հետևանքով։ Դրանից հետո Թբիլիսի էր մեկնել Հայաստանի մշակույթի նախարարության փորձագիտական խումբը։ Վրացական իշխանությունների հետ եկեղեցին վերականգնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Այսօր առավոտյան Վրաստանի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետները եղել են եկեղեցում, ուսումնասիրել եւ հանձնարարել են կոնստրուկտորներին եկեղեցու վերականգնման նախագծերում կատարել փոփոխություններ։ Վրաստանի հուշարձանների պահպանության ազգային գործակալության նախնական հաշվարկներով եկեղեցին վերականգնելու համար պահանջվում էր $900,000։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի օրինակելի մայր հիմնադրամի նախագահ Շեյխուհի Ֆարիհա Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահիին եւ երկու երկրների դեսպաններին ընդունեց Գարեգին II ամենայն հայոց հայրապետը։ Շեյխուհին Հայաստանում է մեր երկրի պատմությանն ու մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով։ Քուվեյթում հայերը բնակություն են հաստատել նախորդ դարի 50-ականներից, տեղափոխվել են Լիբանանից, Սիրիայից, Պարսկաստանից, իսկ վերջին տարիներին նաեւ Հայաստանից։ Հիմնել են հայկական դպրոց եւ եկեղեցի։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Քուվեյթի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ ցուցաբերող հոգատար վերաբերմունքի համար։ Հայկական եկեղեցին սեփականությունը չի հայության եւ այսօր համայնքը դիմել է ուրեմն կառավարությանը եւ էմիրին խնդրելով հողատարածք, որի վրա ուրեմն կկառուցվի հայկական եկեղեցին եւ կպատկանի արդեն համայնքին։ Շեյխա Ֆարիհան մեծ աջակցություն է ցուցաբերում այդ հարցում եւ երևի թե կօգնի, որ հայությունը կստանա այդ հողատարածքը։ Շեյխուհին շրջեց Մայրավանքում ու թանգարաններում։ Ինձ համար շատ հաճելի է ու մեծ պատիվ հյուրընկալվել Էջմիածնում։ Տեսածիցս շատ տպավորվեցի։ Ինձ հանգիստ եմ զգում այս սրբավայրում։ Այստեղ հոգևոր այնպիսի արժեքներ կան, որ ուղղակի չես կարող անտարբեր լինել։ Քուվեյթի հայ գաղթօջախի ներկայացուցիչները նույնպես մեծ արժեքներ են ստեղծել մեզ մոտ։ Նրանք նպաստում են Քուվեյթի զարգացմանը։ Մենք կօգնենք, որպեսզի հայերը Քուվեյթում եկեղեցի կառուցեն։ Շեյխուհին բազմաթիվ բարեգործական ծրագրեր ունի, որոնք Հայաստանում իրականացնելու համար կրկին կայցելի։ Առաջիկայում մտադիր է ֆինանսապես օգնել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներն արդեն երկրորդ տարին է ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախաձեռնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածին են գալիս ստանալու Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։ Ապագա մանկավարժներն այցելեցին Ալեք եւ Մարի Մանուկյանների Գանձատուն թանգարան։ Այստեղ նկարները շատ հետաքրքիր կային, հենց Վարդգես Սուրենյանցի նկարը։ Ես ինքս Վարդգես Սուրենյանցի մասին աշխատություն էի գրել ու ռեֆերատ էի գրել ու այստեղ ոնց որ ավելի մոտիկի ստացա իմ գրածը տեսա։ Այստեղ կա շատ մեծ մշակութային հարստություն, որին հաղորդակից դառնալը գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է։ Եվ սա նաև շատ ներկայացուցչական է, որովհետև քիչ քրիստոնյա երկրներ կան, որոնք կարող են հպարտանալ, սկսած 4-րդ դարից մինչև մեր օրերը ստեղծված քրիստոնեական մասունքներով։ Նորին սրբությունն իր մտահոգությունը հայտնեց, որ այսօր հեռավոր շրջանների բազմաթիվ դպրոցներում դասավանդում են միջնակարգ կրթություն ունեցող անձինք, քանի որ չկան բարձրագույն կրթության մասնագետներ։ Հայոց հայրապետը հորդորեց պատմություն եւ իրավունք առարկայի երիտասարդ մասնագետներին գոնե մի քանի տարով մեկնել այդ շրջաններ ու նպաստ ունենալ կրթական գործում։